Միացյալ Թագավորությունը ողջունում է խաղաղության ճանապարհին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջընթացը, դա առանցքային է տարածաշրջանում կայունության տեսանկյունից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնը ցանկանում է նպաստել այդ առաջընթացին, ուստի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հաշվի առնելով խաղաղության գործում առաջընթացը եւ Վաշինգտոնյան գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան համարում է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումը ուժը կորցրել է։ Ուստի Լոնդոնը կչեղարկի Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն, հայտնել է պետնախարարը։ Նշվում է, որ այսպիսով Մեծ Բրիտանիան կարող է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, աջակցել այդ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել մինչև հաջորդ տարվա սկիզբ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար։ Բաքվում եռակողմ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները, ինչպես նաեւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարը։ Ընդգծվել է երթուղով փոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա ավելացնելու եւ բեռնափոխադրումների հոսքերի շարունակական աճն ապահովելու անհրաժեշտությունը նշված է համատեղ կոմյունիկեում։ Կողմերը կարևորել են տարածաշրջանի տարանցիկներ ուժի տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն ու դիվերսիֆիկացումը։ Հոկտեմբերի 13-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման, Իսրայելի եւ Համասի միջև գերիների ու պահվող անձանց փոխանակման ֆոնին հակամարտության կողմերը մեղադրել են իրար հրադադարը խախտելու համար։ ՑՀԼ-ը հայտարարել է, որ անհայտ անձինք հատել են համաձայնեցված դեղին գիծը եւ մոտեցել Գազայի հյուսիսում գտնվող իսրայելական ուժերին, որոնք ստիպված են եղել կրակ բացել։ Համասն էլ պնդում է, որ ՑՀԼ-ը մի քանի պաղեստինցու է սպանել։ Շարժումը կոչ է արել միջազգային դերակատարներին ուժեղացնել իսրայելական ուժերի նկատմամբ մշտադիտարկումը։ Կատարի վարչապետի խորհրդականը հայտարարել է, որ կարգավորման ամերիկյան ծրագրի վերջնական իրականացման համար հարկավոր է համատեղ ջանքեր գործադրել, քանի որ դեռ շատ մարտահրավերներ կլինեն։ Նրա խոսքով Եգիպտոսում շարունակվում են խաղաղության բանակցությունները։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, սակայն հաջողվել է դրանից խուսափել։ ԱՄՆ նախագահը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին համախմբվել եւ հասնել համընդհանուր տարածաշրջանային խաղաղության։ Կիևից հայտնում են, որ ռուսական հարվածներից Խարկովում վիրավորվել է ավելի քան 60 մարդ, միայն 50-ը շրջանային հիվանդանոցի թիրախավորման հետևանքով, կան էլեկտրամատակարարման խափանումներ։ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի գործողությունների հետևանքով նաև ջրամատակարարման խնդիրների են բախվում։ Ուկրաինայի նախագահի խոսքով գործընկերների հետ քննարկում են այդ թվում գազի ներմուծման հարցը, քանի որ ռուսական ուժերը թիրախավորում են հանրապետության գազի պահեստարանները։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության էլ գիշերը ոչնչացվել է 40 ԱԹՍ, դրանք արձակվել են Բելգորոդի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերի, ինչպես նաև Ղրիմի ուղղությամբ։ Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 17-ին կընդունի Վոլոդիմիր Զելենսկուն քննարկելու Կիևին ամերիկյան զենքի մատակարարման եւ այլ հարցեր։ ԶԼՄ-ների տվյալով օրակարգային հիմնական թեման լինելու է Ուկրաինային Թոմահոք հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումը, ինչը ըստ Մոսկվայի կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ։ Մոսկվայից հավատացնում են, պատրաստ են երկխոսության եւ խաղաղ կարգավորման։ Ուկրաինայում ռազմական գործողություններն էլ շարունակում են այլընտրանքի բացակայության պատճառով։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմը ողջունում է կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնի եւ անձամբ ԱՄՆ նախագահի ջանքերը։ Չեռնոգորիան Եվրամիության թեկնածու երկրների ցուցակում առաջինն է եւ կարող է դաշինքին անդամակցել արդեն 2028 թվականին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Պոդգորիցայի բանակցելու պատրաստակամությունը։ Նա հավատացրել է, որ Եվրահանձնաժողովն աջակցում է Չեռնոգորիայի եվրաինտեգրման ձգտումներին։ Չեռնոգորիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել 2010 թվականին։ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան, որն իշխանության էր եկել 2009 թվականին հեղաշրջման արդյունքում, շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին լքել է երկիրը։ Նրա խոսքով ստիպված էր հեռանալ կյանքը փրկելու համար։ Ռաձուելինան հայտնել է, որ իշխանությունը անօրինական եւ բռնի կերպով զավթելու փորձ է արվում։ Ավելի ուշ ընդդիմության կողմն անցած զինվորականները հայտարարել են Մադագասկարի նկատմամբ վերահսկողության մասին։ Բանակի գնդապետ Ռանդրիան Իրինյան տեղեկացրել է, որ լուծարել են կառավարական բոլոր մարմինները, բացի խորհրդարանի ստորին
պալատից, որը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին։ Մադագասկարում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին, քաղաքացիները դժգոհում են գործազրկության բարձր մակարդակի, կոռուպցիայի եւ գնաճի դեմ։ Նրանք ի թիվս այլնի պահանջում էին նախագահի հրաժարականը։ Վերջին տվյալով ցույցերի ընթացքում գրանցված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել են։ Դիանա Գասպարյան, լուրեր։